Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի հերթական նիստի աշխատանքները նախ մինչև օրակարգին անցնելը Տիկին Ավանեսյան իրազեկեք մեզ օրվա խորհրդի հետ կապված։ Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը եւ հոկտեմբերի ընթացքում տարբեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշանով եւ նման կրծքային ամրացնելով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման եւ իրենց տարեկան անհրաժեշտ ուրեմն կանխարգելիչ հետազոտությունները անցնելու մասով ես ուզում եմ ընդգծել, որ այս տարի նաև Երևանում մի շարք շենքերի վրա եւս փակցվել են այս հիշեցնող պաստառները եւ սրա շրջանակներում նաև ուզում եմ ընդգծել, որ այս տարի պետությունը սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որով պետական պատվերով փակում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամ ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար նաև մամոգրաֆիկ հետազոտությունները, այսինքն մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել եւ մեր կարգախոսն է, որ մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել։ Պետք է հիշեցնեմ, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ մահացության եւ հիվանդացության բեռ է եւ նման արշավների միջոցով գրագետ ճիշտ կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե մահացությունը եւ թե իհարկե շատ ավելի լավ կյանքի որակ ունենալ եւ ես շնորհակալ եմ բոլորին, որ նաեւ կառավարությունը միացել է այս իրազեկման արշավին։ Շնորհակալ եմ։ Տիկին Ավանեսյան, իսկ առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրման պարագայում սկրինինգները իրենք փաթեթի մեջ ներառվելու են, թե ոչ։ Այո, պարոն վարչապետ, եւ հենց մեր ապահովագրության հիմնական ուղղվածությունն էլ լինելու է կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ հիվանդության հայտնաբերման ժամանակ վաղ փուլերում շատ ավելի ծախս արդյունավետ բուժում տրամադրելը։ Մենք նախորոք արդեն իսկ 3 տարի պիլոտային ծրագիր են կարել սկրինինգային մեր մարզերում եւ այս տարվանից էլ արդեն ընդլայնված բոլոր 10-ից ավելի բժշկական կենտրոններ հիմա իրականացնում են պետական ծրագրով սկրինինգային հետազոտություններ եւ ապահովագրության փաթեթում էլ այո ներգրաված լինելու են նաեւ նման ծրագրերը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։